անգամ ուրեմն ինչի ես էլ մտածեցի, որ պետք է ներկայացնել, որտեվ տեղադրում ենք անում, ես նայում եմ, հավաքում եմ էմբրիոնը, կաթետրի մեջ հատուկ հավաքում ես, տալիս ես ռեպրոդուկտոլոգին, որ ինքը իրականացնի տեղադրումը, ես միշտ սաղմի հետ խոսում եմ, չգիտեմ, կարող է դա խնդալու հնչի, միշտ խոսում եմ, ասում եմ, դե գնա, կպի, զարգացի, դառի մի մեծ երեխա։ Այդպես չէ, կներես, ասում եմ, «Привет, солнышко, вай, какой хорошенький, иди, малыш, будь»։ Ու բանա, ասես որ խոսում եմ, ասում եմ, «Ուй, какой красивый», բերում եմ, հավաքում եմ կաթետրը, տալիս եմ ռեպրոդուկտոլոգին, որ տեղադրումը անի, մեկ է պացիենտ ասում է, դեմքը երևաց, ես հասկացա, որ այնքան փակ է էմբրիոլոգիան, որ պացիենտները նույնիսկ չեն պատկերացնում ոնց է, դրա համար մտածեցի, հետո պարզա Լիդային բախտ վիճակվեց, ես ճանաչեցի, մենք իրար գտանք Լիդայի հետ ու մենք որոշեցինք, ինքը որոշեց, դա իր մտահղացումն էր, ես էր սենց կողքից, որ շատ հետաքրքիր է նույն պացիենտներին էլ է հետաքրքիր, օրինակ տեղադրումից առաջ միշտ նկարն եմ ցույց տալիս սաղմի կամ սաղմերի, հազվադեպ իհարկե 2 սաղմի, միշտ սաղմի նկարը ցույց եմ տալիս, ասում եմ, այս է ձեր ապագա երեխան է, ինձ թվում է դա հոգեպես պացիենտին ավելի ապագա մայրիկին ավելի հանգստացնում է, որ ինքը ավելի ռիլաքս։ Ես հասկանում եմ, լինում են դեպքեր, որ չի ստացվում, չի գրանցվում հղիություն, միգուցե դա ավելի ցավոտ է պացիենտի համար, որտեվ ինքը տեսնում է սաղմը, այն հույսով է ապրում, որ բոլորս էլ գիտենք, որ կարա չստացվի։